Հայաստանում ապրող քաղաքացիները որոշեն Հայաստանի ճակատագիրը, որ Բարգավաճ Հայաստանը կուսակցությունը անհավասար մրցակցային պայմանների մեջ էր մյուս կուսակցությունների դաշինքների հետ, որովհետև կային դաշինքներ, որոնք պայքարում էին 8%-ի համար, օրինակ Հայաստան դաշինք, ուժեղ Հայաստանը, իսկ Բարգավաճ Հայաստանը լինելով դե ֆակտո դաշինք, դե յուրե գրանցվել էր որպես կուսակցություն եւ անհավասար պայմաններում էր մրցում մյուսների հետ։ Իրանք չեն հասկացել մինչև հիմա, որ այդ ցույցը դեկորատիվ ցույցերը իրանք ոչ մի էֆեկտ չի ունեն։ Հիմա իրանք 5 տարի ունեն։ Արդյոք Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից։ Անգեր ասելա որ սկսել այդ process-ը ինքը, արդյոք հրաժարվել որոնք հեսա պրոստը նայեք երբ կաբարտի գործընթաց է, դե չու մտեղել են մարդիկ ստել։ Ես վստահ եմ որ ոչ մի բան չեն սկսել։ Հա, ես նույն բանը տենց սինխրոն ասեցինք։ Ձեզ խափում են, ձեզ կներեք արտահայտում մի քիչ կոպիտ է, բայց ասում տենց էինք ասում, հիմա ձեզ կթում են, թեյով կթում են։ Այդ մարդիկ ժամանակին Քոչանին են կթել։ Կտում են։ Հա, կտում եւ կթում են։ Մի հատ տենց պաստար երեխա էր, ասես ձյաձյա ես Նիկոլին կտաս, ասի դա մի քիչ բարդ process է, բայց կպահեմի մոտ հենց հնարություն լինի կտամ, եթե չհաջողվի փոխանցել պարոն վարչապետին, Տիկին Ղազարյան, դա այդ լոտը ձեզ է հանձնում։ Ռուսաստանը չի շնորհավորել մեզ ընտրությունների արդյունքների հետ կապված։ Ինչ ենթադրություններ ունես։ Ոչ մի։ Չիլնի, դա մեսիջ է, դիվանագիտական մեսիջ է, ու հետաքրքիր է, որ արդեն հիմա պաշտոնական արդյունքները եղան արդեն։ Սպասել են համանդրական տատանի որոշմանը։ Սպասել են առաջին նիստը լինի։ Կարող է մի բան փոխվի։ Ոսկե չգիտեմ։ Այդ հույսով են։ Չգիտեմ ինչ պետք է փոխվի, բայց կարող է մի բան փոխվի։ Ուժեղ Հայաստանը կարա հաջորդ ընտրություններում ոչ թե որպես ուժեղ Հայաստան մասնակցի, մեր մոտ Մուժեղ Հայաստան կամ Մուժեղ Հայաստան, ինչ անուն ասես կարող է դնել, չէ, կերպարանափոխ Ուղեղ Հայաստան։ Գնան ոնց որ ասենք ԲՀԿ-ն էր տենց օրենքի բացից օգտվում, բայց որպեսզի դա տեղի չունենա, այդ օրենքի մեջ պետք է նաև գրվի, որ օրինակ ոչ միայն այդ ուժերը, այլ նաև անհատները որոնք հիմնադիրներ են համարվում, այսինքն 300 հոգի է, չէ՞, հիմնադիր անդամներ կարծեմ, որ համաժողովով հաստատվում է։ Այդ համաժողով հաստատված 300 հոգին այլևս չեն կարողանալու, եթե իրանք ընտրակաշառք բաժանած ուժի ներկայացուցիչ չեն, հաջորդ ընտրություններին մասնակցել։ Դու դրա տեղը պետք է մտածեիր քեզ ոնց մի հատ ասաբնյակ գցեիր, բայց դրա ինչ իմաստ ես մտածում, հա, ովա ջան։ Դեռ մանդատը չստացած արդեն քանդրբազություններ ես անում։ Բարև ձեզ սիրելի հետևորդներ, շարունակում ենք մեր ոդքասթները, այսօր Բագրատ խոսենք հետընտրական զարգացումների մասին։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հրապարակեց վերջնական արդյունքները, համաձայն որի 3 կուսակցություն եւ կուսակցությունների դաշինք է անցել անցողիկ շեմը եւ խորհրդանում կլինի։ Դա քաղաքացիական պայմանագիրն է 64 մանդատով, ուժեղ Հայաստանը 29 եւ Հայաստան դաշինքը 12 մանդատով, Բարգավաճ Հայաստան կուսակցությունը չկարողացավ հաղթահարել անցողիկ շեմը եւ մեզ մեղադրում են դրան օժանդակելու մեջ, որ Բարգավաճ Հայաստանին իբր դուրս ենք թողել այնտեղ հայտնվելու հնարավորությունից։ Ինչ կասես։ Ես կարծում եմ Բարգավաճ Հայաստանն է ինքն իրան զրկել այդ հնարավորությունից, որովհետեւ ես չեմ հավակնում լինել սահմանադրագետ, ընտրական համակարգի մասնագետ կամ իրավաբան, բայց ամեն դեպքում բոլորս ականատես ենք եղել, թե ինչքան մեղադրանքներ կան ընտրակաշառքի հետ կապված եւ հաշվի առնելով այդ ոնց հայերեն դա չեմ կարողանում միշտ այդ ոդնի դան էլի որ սկզբնական ցուցանիշները գրանցելով նախնական արդյունքները լավ է որ իրանք թույլատրվել են մասնակցել ընտրություններին, հա իհարկե ԿՀ-ն չէ, բայց հարցը շատ խնդալ ունենար, որ իրենք ընդդիմություններ աղաղակում հենց տեղամասերը փակվելուց հետո, որ տեսեք այս տեղամասերում ինչպիսի խայտարակ իրավիճակ է, ժամը 10:30, 11-ի կիլոմետր զինվորները քվեարկում են, սա ընտրակեղծարարություն, ընտրակեղծիք է, ու տեղամասի անուններն էին տալիս, հետո հայտնի դարձավ, որ տեղամասերից մեկում էլ 8-րդ համայնքի քվեաթերթիկը չի եղել ընդհանրապես, եւ դա հայտնի է դարձել ժամը 6:30-ի ժամանակ, այսինքն 6:30-ին նոր առաջին ընտրողը եկել է 8-րդ քվեաթերթիկը 10 աստանածառերն են, ու
PVR-ը ծառերն են ու բողոք հարկել բան ընտրակեղծիքների մասին խոսել բան կենտրոնական ընտրական հանձնաժողովը ասեց օքեյ չէ բայց ինքնից իրենց բողոքը ու այդ տեղամասի արդյունքները զրոյացրեց ինձ ամենաշատը այն է զարմացնում որ իրանք ընտրության օրը ընթացքում դեպի երեկոն դե այդ չեմ ասում այդ ֆարսային պատմությունը որ իրանք ժամը 8:02 մտան ուժեղները բան եթեր ասին որ վերջ բարդ ու իր դրանից հետո արած հայտարարությունը դա կարծում եմ հետո քննարկենք հա բայց խախտումների հետ կապված թե իրանք թե իրանց աջակցող մի պետություն շատ այնց ակտիվորեն շարքում են որ նմանը չունեցող խախտումներով անցել սարսափելի իրենց այդ աջակցող Չաբեկարովը մուչալը հա երկրում տենց կասեին Չաբեկարովը մուչալ այդ թող իրանց կովերին թողենք իրանց ինչ խոսք բայց այնա իմ համար ամնա տենց ծիծաղալուն որ իրանք միջև այդ ասում են որ խայտարակ ընտրակեղծիքներ ընտրած մի խոսքով sense սարսափելի վիճակա բայց հենց ԿՀ-ն ասեց որ հա դե այս երեքը պրոբլեմատիկ են եկեք այդ ամեն ինչը հաշվենք որպես անճշտություններ եւ փակենք այդ տեղամասը այսպես ասած բայց գիտես որն է հարցը հա բայց դրանով սահմանափակվեց այսինքն իրանք ասում էին անհնար է այսքան շատ ընտրակեղծիքներ այդքան բաներ հա բայց գիտես բանը որն է որ իրենք ասում են վերակայակություն լինի այդ տեղամասերում բայց տեսեք այդ դեպքում արդյոք դա հավասար կլինի մյուս ընտրողների հետ եւ դու գիտես արդեն ընտրությունների արդյունքները ու գնում ես տեղամաս այդ տրամաբանությամբ ու քվեակությունը այդ տրամաբանությանը պես իրականացնում այսինքն հաշվարկում ես գիտես որ օրինակ ընտրենք ընդդիմադիր հայացքներ ունես հաշվարկում ես որ իմաստ չունի եթե դու նախկինում անգամ քվեակել ես օրինակ ուժեղ Հայաստանի օգտին մեկը քո ցայնը ոչինչ էլ չի փոխելու իրենց մանդատների առումով իրենց ընտրել չընտրելու առումով գնաս օրինակ ԲՀԿ-ին քվեակես ու բոլոր այդ ընդդիմադիր ցայները կգնան միտեղ ու հիմա դա ավելի շատ կլինի ընտրությունների վրա ազդել թե տեղամասերի արդյունքները ուղղակի անբավեր հա անճշտություններ հաշվում են որպես անճշտություն հաշվել է դե ես եկի ասենք հնարավորություն տալ երբ որ հիմա ես էլ որ իմանամ ընտրությունների արդյունքը նախորոք նախքան ընտրատեղամասին գնալը ես ըստ այդմ իմ ընտրությունը կկատարեմ չէ դե օրինակ ֆուտբոլում մարդիկ շատերը ասում էին չէ որ այնց կուսակցությունների ընտրենք որոնք ցայն չեն փոշիացնելու մյուսները ասում էին բայց որ գնաք նորմալ ընտրություններ կարող է ցայնը չփոշիանա բայց հիմա դու տեսնում ես որտեղ կփոշիանա քո ցայնը չես ընտրի որտեղ չի դա չեղավ ընտրություն դա եղավ ասենք դե հա եթե գնաս քվեարկես օրինակ այն ուժին որ չի հատել այդ շեմը դե օրինակ հնարավորությունը չի ունենալու եթե անգամ բոլոր ցայները կանան իրան ինչ չես ընտրի այդ մարդը դե հիմա ֆուտբոլում օրինակ որ վերջին տուրն է լինում բոլոր խաղերը միառժամանակ են հա տնում են միաժամանակ որ մեկը հաշիվների բանով հիմա հա հասկանում եմ որ դա խնդիր է եղել հանձնաժողովը ոնց է դա մի խոսքով էլի խնդիր է եղել բայց նաև արտանագրենք որ զինվորները ի վերջո ընտրելու իրավունք ունեցել են այնպիսի խախտում չի եղել էլի որ բերել են ընտրելու իրավունք չունեցողների կամ կրկնակվեակություն է եղել կամ լցոնում է եղել խախտումն է նշանակություն ունի էլի ոնց որ ճանապարհային խախտումների ժամանակ ինչ կարմիր գիծ հատես ինչ մարդ գծես տակը կամ ինչ հոց գիծ կտրես թե օրինակ ինչ պասկովկի հա ծխելուց կամ ռեմեն տարբեր են չէ այդ բաները հիմա նույնն է այդ դեպքում այսինքն չի եղել էլի եսի ինչ խախտում զինվորներն եկել են շատով ընդ որում ասացին որ 8-ից առաջ են եկել ուղղակի շատով են եկել հերթ հա 8 դրա համար է երկարել այսինքն խախտումն էլի արցնագրենք ինչ խախտում ա եղել որ նախադեպ շատ խնդալու էր որ Ռոբերտ Քոչյանի որդին էր խոսում խախտումներից դա շատ սյուր ու նաև Ռուսաստանից էին խոսում խախտումների մասին Մարգարիտ Ասիմոնյան բանմանները խոսում են Հայաստանում ընտրակեղծիքների մասին ընկեր ասենք ուղղակի ընտրությունների մասին Մարգարիտ Ասիմոնյանը լավ կլինի առավել եւս որ ապարատիտոտական առաքելությունը ընտրությունների արդյունքներով պայմանավորված իրենք էլ էին զեկույց հրապարակել որտեղ խախտումների մասին չէին բան չէին ու թեթևակ իհարկե խախտումներ բայց ոչ ընտրակեղծիքներ դրանք էլ են տարբերելի ընտրախախտումներ կարող են լինել բայց ընտրակեղծիքներ չեն եղել չեն արտանագրվել ընտրակեղծիքներ հա բայց առհասարակ տենց այդ ընտրությունների ապա լեգիտիմացման այդ հիբրիդային հարձակումը վաղուց էր սկսել դա պլան բնա եղել դեռ չսկսած հա
Կարծիքով դա իրենց պլան անա եղել դժվար իրանք դից լուրջ բան էին անում իրանց չնայած դե հա Չիլնի իրանց ոչ չէ իրանց ոչ չիլնի Գոնե պլան պենք ունենան ըստ ականատեսների տեղամասերում իրանց վստահված անձիկ շատ վստահված անձիկ որ ասեցի տեղամասերում գիտես ինչ հիշեցի որ մենք ասում էինք երագլուխ կուսակցություն իրանք ասում էին ո՞վ մենք իրար հետ կապ չունենք մենք ոչ մենք չենք համագործակցի մենք հələ տես մենք գնում ենք սահմանադրական մեծամասնության հետևից որպեսզի վարչապետ Սարմել Կարապետյան բանը մյուսը ասում էր մենակ Ռոբերտ Քոչարյանն էր որ ասում էր մենք կհամագործակցենք այնտեղից բոլորը տենց չմեղանում էին բայց միասնության թվեր այդ թվում ում բայց որ տեղամասերը փակվում է արդեն տեխնացուներ իրավունք ունեն ժամը 8-ից հետո գնալ ներկա գտնվել հաշվարկի process-ին ես գնացի կենտրոնում գտնվող տեղամասերից մեկը 9:48-ներ կարծեմ ում գիտես ինչա կատարվում որ ասում են երագլուխ չենք ուրեմն բոլոր կուսակցությունների վստահված անձինք բան անում չէ թե թղթի վրա գրում են իրենց հանրացայինները մեր վստահված անձներ ներկա ու ես եմ ներկա ինքը տենց մեր վստահված անձը մեր թվերն է գրում ես եմ մեր թվերը տենց առանձնացնում նաև ընդդիմադիրների թվերն եմ գրում առանձին վանդակներ եմ բանել ես առանձին վանդակներ ու նայեմ որ ես ուժեղ Հայաստան Դաշինքի ու ՊՀԿ-ի բաները վստահված անձինք գրել են 16 մերը այդտեղ մեր թվերն են դասում ու մի հատ գրել են 7 17 6 ու դե ընդհանուրին են հաշվում իրար հետ որ միասնական երագլուխ դե հենց այդ թվերը համեմատում են մերինի հետ այսինքն իրանք չեն հաշվում ուժեղ Հայաստանին ինչքան է իրանք ասում են այդ 3-ին 4-ին իրար հետ ինչքան է որ նայեն մեզ կրում են մեզ անցնում են թե չէ ու սենց են անում մի 15 րոպե 20 րոպե մի ժամ այս մեկն է բանում հոգնում գնում է ծխել են մյուսն է շահանակում դու հասկանում ես այսինքն ոնց լոտոին խաղում էլի ու իրանք ասում են որ մենք իրար հետ կապ չունենք չենք համագործակցի եւ այլն հիմա նույն լրիվ Գյումրիի պատմությունն է որ ասում են չէ մենք իրար հետ չէ Վարդան Ղուկասյանը ոյ վերջում գնացի սաղով նույն պատմություններ ու գիտես ինչն է ջղայն ասնում որ մեր շատ քաղաքացիներ որոնց մենք պատմում ենք Գյումրիում այդ Վարդան Ղուկասյանի սցենարի մասին այդ այս ընտրությունների ժամանակ պատմում էինք սցենարը հիմա այդ ամեն ինչը եղել է ընդդիմությունը իր բառերով ասում է որ միասնական ընդդիմությունը հայտարարությամբ հանդես կգա սպասում ենք ԲՀԿ-ին միասնական ընդդիմությունը քննարկում է մանդատներ վերցնել չվերցնելու հարցը առանձին չեն քննարկում ու լեզ մարդիկ լիքը մարդիկ կան որ ասում են բանը այդ երագլուխը բանա հորինված կա քարոշչական բանա վախեցնում են մարդկանց պատերազմով վախեցնում են սրանով նրանով էլ ինչ ասինքն չեմ հասկանում էլի էլ ոնց բացատրենք էլի այսքան ժամանակ ինչ ենք մենք ձեզ ասել որ քարոշչություն ա եղել ու ճիշտ չի դուրս եկել որ զուտ քարոշչական նարատիվ ա եղել իրականում տենց բան չի եղել մի բան ասեք որ տենց են կարել այտենց չի եղել բայց իրականում գիտես ինչի բանն եմ ես լավ ասեմ ինչով է մեզ մեղադրում չէ ստատուս տեսա այդ ընտրության օրնա ընկերներից մեկը չեմ հիշում ով էր բայց կարծում մեզ չի քվեարկել մեզ չէր պատրաստվում քվեարկել ասում է ես մտածում էի որ այդ 100,000 Ռուսաստանից մարդ բերելը ԿՊ-ի քարոզչությունն է որպեսզի մարդիկ վախենան գնան ԿՊ-ին ընտրեն հակադրություն դրա մինչև որ տեսա իրական ռեպորտաժներ հիմնականում շանթի արած ռեպորտաժը, ֆակտորի արած ռեպորտաժը օդանավակայանից ու հրապարակից հանրապետության, որտեղ լիքը մարդիկ ասում են, որ այո եկել ենք նաև Civic-ի ռեպորտաժը, հա, եկել ենք քվեարկին գնանք, կարևոր մեր համար Սամոս ազատ լինի, մյուսները ասում են խառը կլինի վիճակը, երեխեքին թռցնեն։ Ասում եմ ես չի հավատում, ես մտածում եմ քարոշչական բան է, բայց տեսակ չէ որ ժողովուրդ չեն տա։ Դա էլ քարոշչական բան չէր ԿՊ-ի։ Դե ես ամենաշատը երևի չեմ ասի տխրում եմ, բայց հիասթափվում ես։ Հա, հիասթափվում եմ, որ այդ ամեն ինչը տեղի ունեցավ ու իրանք պատրաստ էին նույնիսկ այդ գնով, որտեվ դա հիմա մարդկանց մոտ կարա նաև ինչ որ չափով նյարդ առաջացնի ու ինչ որ տենց չեմ ուզում ասեմ կոնֆլիկտ լինի, բայց ինչ որ որոշակի դժգոհություն իրար հանդեպ առաջանա Ռուսաստանում ապրող մեր քաղաքացիների ու մեր Հայաստանի Հանրապետությունում ապրող քաղաքացիների միջև դա կարծում եմ այդքան էլ ճիշտ քայլ չէր
Բայց հանրային պահանջ ստեղծվեց, որպեսզի օրենքի փոփոխություններ լինի, որ ի վերջո Հայաստանում ապրողները անկախ իրենց էթնիկ պատկանելությունից Հայաստանում ապրող քաղաքացիները որոշեն Հայաստանի ճակատագիրը։ Դե առաջարկ կար օրինակ հարկ վճարողները մենակ կար։ Չէ, դե դա կլինի արդեն բան հարկ, այսինքն եթե հիմա հարկ չեմ վճարում կամ հարկ չեմ վճարում, բայց քաղաքացի եմ ապրում եմ Հայաստանում, այդ բոլոր էֆեկտները իմ վրա զգալու եմ, տնտեսական կլինի, անվտանգային կլինի, դե ես համաձայն չեմ, բայց ինչ-որ մեխանիզմ պետք է։ Ինչ-որ մեխանիզմ է նա, որ Հայաստանում մշտական բնակություն ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընտրեն։ Ես դրա լրիվ համաձայն եմ ու հաշտեմ ու անկախ նրանց այդ մարդը, որովհետև կային մարդիկ, որ նաև գալիս էին մեզ էին, բայց դա իմ տարբերությունից ինքնակամ գալիս էին մեզ քվեարկելու։ Բայց ես հաշտեմ այն մտքիդ, որ քվեարկելու հնարավորություն ունեն այն մարդիկ միայն, որոնք, չգիտեմ, վերջին 3 տարին մշտապես բնակվել են Հայաստանում ու քաղաքացի են, որպեսզի այն քաղաքացիներն անգամ, որոնք Հայաստանից դուրս են ապրել եւ վերջին 3-5 տարին կամ ինչ-որ ժամկետ ժամանակ չեն ապրել Հայաստանում, իրենք այդ մի ժամկետով, մի ընտրության բանով զրկվում են ընտրելու հնարավորությունից, մինչև մյուս ընտրությունները տեսնենք իրանք նախորդ ժամանակաշրջանում ապրել են Հայաստանում, թե ոչ թե միառժամանակ, այլ ասենք չգիտեմ, այս ընտրությունները եղել են ամսի 7-ին, հաջորդ 31 թվականին երբ կլինի, այդ ընթացքում, չգիտեմ, ինչ որ թիվ X ժամանակ է դա ընտրությունների նախորդող, չգիտեմ, 2 տարին կոնե պետքա ապրած լինես, հա, գումարային 2 տարին պետքա ապրած լինես Հայաստանում, որպեսզի կարողանաս քվեարկել։ Որոշում կայացնես։ Հա։ Հետագա։ Թե ինչ նշանակում գազ քվեարկես, թողես գնաս, ասես ինչ կլինի։ Չի։ Դե մարդը դարավ այս վերջին նախընտրական եւ նաեւ ինչի՞ չէ հետընտրական շրջանի գլխավոր մեմը, բայց այնքան շատ թեմաներ։ Բայց մի օրենսդրական փոփոխության բանել կա, որ հիմա բարեկայի երկուն հիշեցրեցիր, որոնք ես կարծում եմ, որ պետք է դա անպայման քննարկվի, հասկացվի, թե ոնց պետք է այդ հարցերը լուծվի, որովհետև կարծում եմ հասցեագրման կարիք ունեն, հատկապես այն, որ օրինակ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որը տենց պայքարում էր 4%-ի համար ու ասում էր, վայ 65 ձայն, այսքան ձայն, այնքան ձայն, մեր ձայները, մեր մանդատները, շատ կներեք, բայց իրենք այդ պայքարը կարողանում էին մղել միայն այն բանի բերումով, որ իրենք խախտել էին դաշինք լինել ոգին, օրենքի ոգին, իրենք օգտվել էին օրենքի բացից, որը ես ճիշտ ասած շատ շուտ նկատելու այդ մասին խոսում էի, բայց չուղվեց այդ բացը, խոսել են, չէ, որ Բարգավաճ Հայաստանը կուսակցությունը անհավասար մրցակցային պայմանների մեջ էր մյուս կուսակցությունների դաշինքների հետ, որովհետև կային դաշինքներ, որոնք պայքարում էին 8%-ի համար, օրինակ Հայաստան դաշինք, ուժեղ Հայաստանը, իսկ Բարգավաճ Հայաստանը լինելով դե ֆակտո դաշինք, դե յուրե գրանցվել էր որպես կուսակցություն եւ անհավասար պայմաններում էր մրցում մյուսների հետ։ Ինչու պետք է օրինակ չգիտեմ Գուրգեն Սիմոնյանի կուսակցությունը պայքարի 4%-ի համար ու բարեկան էր, որ մեջը դեմոկրատական այլընտրանքն ու ուժեղ Հայաստանն են, այսինքն 3 մայր Հայաստանը, որոնցից հենց այդ երկու կուսակցություններն է Գյումրիի վերջին ընտրություններին մասնակցել են որպես առանձին կուսակցություններ ու առանձին եթե չեմ սխալվում նույնիսկ վաղար շաբաթի ընտրություններին են երկուսն են մասնակցել։ Այսինքն 3 դեմոկրատական այլընտրանքը Գյումրիում այնտեղ չգիտեմ Բայց ամեն դեպքում կապ չունի որտեղ մասնակցել 3 կուսակցությունների դաշինք էր դա, այսինքն 10%-ից չեմ է պետքա օրենքով հաղթարել, բայց ինքը կուսակցությունն է գրանցվել։ Չեմ այդ Գյումրիի ընտրություններին մասնակցել ասում, որովհետև նույն օրինակ ուժեղ Հայաստան դաշինքի մյուս երկու կուսակցություններին նույնիսկ Գոհար Մելոյանը չէր կարողանում հիշել, ես անկեղծ հիմա չեմ հիշում։ Հիմա ես չեմ, ինձ թվում է իրանք չգիտեն էլ նույնիսկ իրանք ոչ թե չեն հիշում, բայց այդ ֆիքսը թե մարդ կուսակցությունն է, բայց կա։ Հայաստանը ամեն դեպքում ինչ որ բան իրենց ներկայացնում։ Սենց պիտի արվի, ընկերներ, եթե ձեր նախընտրական ցուցակում կան մեկից ավելի կուսակցությունների ներկայացուցիչ, թեկուզ մեկ ներկայացուցիչ, դա ավտոմատ գրանցվում է որպես դաշինք։ Ուրեմն եթե չեք ուզում դաշինք գրանցվի, ընտրեք, կամ այդ մարդիկ դուրս են գալի ցուցակից, կամ ընտրեք, ընկեր, փակեք ձեր մարդ կուսակցությունները, մտեք Բարգավաճ Հայաստան կուսակցություն, պարոն Սուրենյանց։ Ուրիշ մարդ կուսակցություն մտեք։ Դե չէ, այնտեղ մարդ ղեկավարի շուրջը համախմբված, բայց մարդ կուսակցություն չի, այնտեղ կուսակցականներ կան։ Իսկ դեմոկրատական այլընտրանքից բացի Սուրենյանցից մի հոգ կանոն կարող է ստան։
Անուն չէ, բայց հա, անուն Գյումրիում մեծ տեխնացու չէ, թե տեխնացու տես Վարդան Ղուկասյանն է կոմունիստականով է, բայց խո մի հոգի կարաս չկա տես մարդ, բակեից կարաս տիբետատոնյան կարաս ասես Ամանաբովյան կարաս ասես կարաս անուններ տաս էլի։ Հայրազորը։ Հա, Նայրազորը հիմա չէ երևի։ Բայց ամեն դեպքում մարդ կուսակցություն չի էլի, մարդու խշուժ է, բայց մարդ չի։ Հիմա իսկ Սուրենյանցը եւ Գևորգ Պետրոսյանն է ինչքան է։ Հա, ինչքան է հիմա։ Բայց Սուրենյանցը պետք է ընտրի, չի կարա ինքան կուսակցություն գրանցի պահի, իբր դեմոկրատական այլընտրանքը համագործակցելով այդպես բան, մեծ բաներ խոսալով, դեմոկրատական այլընտրանքը բանին էր, ընտրությունից ընտրություն իր այդ հարթակը ստեղ այնտեղ օգտագործելով կամ առուծախի ենթարկելով, միգուցե հիմա գնաց կուսակցություն կամ մենք մյուսները Մայր Հայաստանը, ակնհայտ կուսակցություն է, ընտրեք, եթե չեք ուզում որ դաշինքով գնաք, դուրս եկեք Մայր Հայաստանը փագեք, գնացեք մտեք ԲՀԿ կամ որպես անկուսակցականներ մտեք ցուցակարդ չկա։ Դե հիմա որ նայում ես այդ դեմոկրատական ինչ էր այլընտրանք, հա իրանք այս վերջերս ինչ որ կոնգրեսի միջոցառման էին մասնակցում, հետո ԲՀԿ-ի դե Մայր Հայաստանի մասին չեմ ասում, Անդրանիկ Թևանյանի դեպքը դեռ կքննվի ու կարծում եմ դեռ ինչ-որ նոր բաներ էլ կարող է բացահայտվի։ Ինչևից է կարծում եմ այդ բացեր շատ կան։ Ասածս այն է որ հիմա որ իրանք խոսում են 4%-ի շեմից, կներեք դուք 10%-ի մասին մտածեիք, ինչ 4% էլի։ Դուք ակնհայտորեն օրենքի բացն եք օգտագործել ու անհավասար բանով եք գնացել ընտրությունների, պայմաններում եք գնացել ընտրությունների, օրենքի ոգին շրջանցել եք, եթե օրենսդիրը նախատեսել է որ 8-10%-անոց չեմ կա, դա չի նախատեսել որ դու կարաս դա շրջանցես։ Հետո ինչ որ դու օրենքը բաց գտել ես, շրջանցել ես, հիմա հերիք չի կաշառք են բաժանել, հերիք չի անհավասար պայմաններով են բաներել, հիմա մատել ճղում ճճում մեզ էլ անվանարկում են քվյակող են անվանում եւ այլն։ Դե դուք էլ մեկ ձեզ նայեք։ Հետո որ բանից են սկսում խոսել։ Ինձ բանն էր ամենաշատը զարմացնում մեր վերջին ոդկասթը դուս եկավ մեր հանրապետության հրապարակի հավաքից 4 ամսի։ Մի օր շուտ նկարեցինք, այդ օրը թողարկեցինք։ Հա։ Ներկայ ենք եղել, տեսել ենք ինչքան մարդ է եղել ու այդ բանը նույնիսկ իրանք որ երկուսը այդ երագլխից երկու գլուխները բանում են ազատության հրապարակում էին ցույցը իրանց անում կամ այդ ամփոփիչ հավաքը անում ու տենց դեպ ես փողոցով հաճախ եմ քայլում։ Հա դու էլ ես հաշվարկի մեջ ընկել։ Դանիելը քեզ էլ էի հաշվել։ Չէ, ես մեջով չեմ անցել, ես Հյուսային պողոտա Թումանյանի հետ կողմով ես ծառայի տակ եմ, քողարկված էի որպես խուսավարում էի որպես ծառ ու ամենաշատը ինձ այդ զարմացնում որ իրանք ամեն անգամ բան են անում մեր քարոզարշավի ժամանակ որ երեխաները մոտենում են նկարվել եւ այլն ամեն ինչ որ տեղի ունենում իրանք հա փորձում են դուք երեխաներով եք բան լինում ձեր մասսան ապահովում այսպես ասած հանրահավաքից հետո այդ կոնկրետ ես Բարգավաճ Հայաստանի հանրահավաքն եմ դիտել այսպես ասած օպերայի շենքի տարածքում ես որպես նաև կենտրոն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ եմ դա արձանագրել եւ ֆիքսել որ Մաշտոցի պողոտան մի խոսքով այդ ազատության հրապարակի շրջակա հատվածը գետնին բուկլետներ, դրոշեր, թղթի դրոշեր, մի խոսքով տենց ամեն ինչ ու երեխաներ էին 15-16 տարեկան իրանց բաներով այդ վերնաշապիկներով, գլխարկներով, այսինքն իրանք չեն հասկացել մինչև հիմա որ այդ ցույցը դեկորատիվ ցույցերը իրանք ոչ մի էֆեկտ չի ունենում կամ հակառակ էֆեկտ ունենում ինչպես 21 թվականի Քոչարյանի ցույցը բայց գիտես ես էլ էի տենց այդ մտահոգությունով գալիս էի հրապարակ մեր մտածում էի տենաս մարդիկ եկել են մեզ լսելու աջակցելու գուցե շահադիտական նպատակներով, որովհետև իշխող ուժես ու շատ մարդիկ կան, որ գիտեին, որ մենք ընտրվելու ենք, որովհետև սոցհարցումների բոլորը այդ մասին են խոսում, շրջապատի այդ մասին են խոսում ու շատ բարձր ցուցանիշներ էին ասում, ես որ ինձ հարցնում էին, հա ինչ ես կարծում, ասում եմ, թե ես գրասենյակում եմ կոպիտ ասած լրված եղել ես սաղ ընթացքում, մարդկանց հետ շատ քիչ եմ շփվել, կտրվել եմ մի քիչ, ես մի քիչ բարձր եմ մտածում, ասում էին, ինչքան ես մտածում, ասում էին, դե 55 56 բան, ասում են ինչ ես խոսում 60-նանցից խոսա, բան ու տենց այն մարդիկ, որոնք ՊԵ-դ կապ չունեն,
ինչ եմ ասում, կարային լինեին մարդիկ, որոնք մտածեն, որ մենք տակի տակ ընտրվելու ենք, կային։ Բայց դրա համար էս որ եկա հանրապետության հրապարակ արդեն մեր ցույցի elə չէր սկսվել, ասենց ուսումնասիրում թե ինչ է կատարվում ու նայում էի նախ թե ինչքան ենք լծված, ասենց գնացի, պատտվեցի, թե ինչքան հրապարակը լեցուն ու փորձեցի առաջացա միջև գիտես որտեղ կարողացա 8-ին 20 պակասի ժամանակ առաջանալ գորգը կա, գորգի ամենակենտրոնական հատվածից առաջ այլևս չկարողացա գնալ, որովհետև դեղից արդեն շատ խտացավ, չէի կարող արդեն արանքներով անցնել, բայց դեպի հետ կարողանում էի շարժվել, այսինքն բավական լեցուն էր հրապարակը այդ ժամի համար արդեն ու նայում էի մարդկանց ռեակցիաները, որովհետև ոնց է հիմնականում ակտիվ հատվածը, հետաքրքրված հատվածը արխիվում է, արխիվի շերտն է, չէ։ Հետո պրոստը լսողներն են, հետո պրոստը եկած մարդիկ են, որոնք շատ հետաքրքրված չեն եկել են, որ տենան, որ մարդիկ եկել են, մի հետո իրենց լավաճկով նայեն, այսպես մտածողություն էլ կա, չէ, մեր մեջ կամ վերջ եկել են դրոն շոուն։ Հա, կամ այդպես ինչ-որ շատ հետաքրքրված չեն, կամ եկել են լսեն կարող է մի բան փոխվել, որ կոմնորոշված մասա չի, պրոստը եկել է։ Բայց ես հատուկ դա նկարեմ նաև, այն որ մի պա ժողովուրդը կորմանի Նիկոլ Վարչապետ, ես դա նկարեմ բոլոր կողմերով, որ առաջի հատվածից մինչև շարքի ամենավերջը, այսինքն ինձնից էլ հետ, մինչև շարքի ամենավերջը, մարդիկ ձեռքերը վերև, բարձր փոկորում են Նիկոլ Վարչապետ։ Չհետաքրքրված, իներտ, նեյտրալ մասան չի կորա, կանգնի ոչինչ չի արի, այսինքն էմոցիոնալ էներգետիկան մեր հանրավակներին կա ու դու դրանով կարաս դու մարդկանց ինչքան ունես դրոն հանի մարդկանց քանակ չափի դու դրանով չես կարող իրական պատկեր ստանաս դու պիտի էներգետիկան չափես արդյոք մարդիկ ներգրաված են մարդիկ հետաքրքրված են թե գլխաքանակ են կներես դե մեր ելույթ ունեցողների հրետորների ելույթները մեկից մյուսը ավելի սենց գնալով աճում էր ու այդ էներգետիկան դժվար է չընկալելը, չընդունելը ու դա անփոխարինելի է, այսինքն դու ուզում ես ինչքան բան էին, չէ, արեք Գյումրիում Չումակովին էին բերել, որ այտենց որոշ հիմա այտենց մեկը կա որ ինքը իրան հայ է ներկայացնում։ Չումակովը քիչ երկիչ է, ինքը հայ է։ Ինչ որ մի խոսքով էլի այտենց։ Հա, գիտեք որ երկիչներ չէին կարողացել այստեղից բերեն գտնեն, ռուսաստանից բերել էին։ Այտենց բերել էին, քո հարազատ Գյումրիում փորձում էին դրանով մեր երկիչներին վարչաբենդն է, որը որ մեծ հաշվով առանձին խումբ չի այտենց բան հենց վարչապետ երկիչ բերելու անհրաժեշտություն չկա ու մեր տնից է բայց ես տեխնիկական գոտում չէի տեսնում վերջը բայց մինչև վերջ այսինքն իսկ ամեն դեպքում շատ երկար հանրավակը տևեց ժամկեսից ավել մոտավորապես ավել կարծում եմ որովհետև ելույթ ունեցողները 10 հոգի ելույթ ունեցան դրոն շոուը վարչապետի չէ ամբողջությամբ բայց միջև վերջ Հապետյան հրապարակը լեփլեցուն է եղել ու հա հիմա իրանց թվերով դուր է գալիս որ այստեղից էլ արդեն անցնում ենք կտրուկ ուժեղ Հայաստանի ոնց է դա կոչվում հոգևոր հովիվ ոնց է կոչվում իրանց բանը Սամվել Կարապետյանը նա ապագա վարչապետ չէ այտենց մի քիչ ավելի հաջորդ բանն է որ հաջորդ արդեն իրանք են դիմա հաջորդը արդեն էս մի հաջորդը բաց թողեցին այ բայց դա էլ է շատ հետաքրքիր օրինակ հիմա հա այդ իրանց գործն է ես վստահ եմ որ դա տեղի չունենա բայց հիմա իրենք 5 տարի ունեն արդյոք Սամվել Կարապետյանը կհրաժարվի Ռուսաստանի եւ Կիպրոսի քաղաքացիությունից ինքը ասել է որ սկսել այդ process-ը ինքը արդյոք հրաժարվել է ոնք հեսա պրոստը նայեք երբ կաբարտի գործընթացը դա չի մտեղն են մարդիկ ստել ես վստահ եմ որ ոչ մի բան չի սկսել հա ես նույն բանը տենց սինխրոն ասեցինք բայց այդ արտահայտությունները որ դատարանի Բաքում որ ասել էր որ Ռուսաստանը Վարտևանյանն է մեղավոր չէ մյուսը չես լսել որ ասում է բան Ռուսաստանը չի շնորհավորել ասում է հա որովհետև ընտրությունները հաղթել է Ամերիկան, Թուրքիան, Եվրոպան, Ադրբեջանը, Ռուսաստանը, ասում են Ռուսաստանը, ասում են հա ասում են բայց չի շնորհավորել Ռուսաստանը ասում հա դից ուղղակի շարունակում է խոսել կամ որ միջև այդ ժամը 8-ին իրանց ելույթի ժամանակ ասել էր
մոտ 1.5 միլիոն մարդ է քվեարկել, նշանակում է, որ վերջ Փաշինյանը ընտրվելու բան չունի, ու հետո էլ արդեն խաբվեցինք 1.5 միլիոնով։ Ախր մենք իրանց ասում ենք, ես ստատուսեր եկել, պարոն Կարապետյան, ձեզ մենակ այդ 1.5 միլիոնով չեն խաբել։ Մենք ձեզ ասում ենք, զգուշացնում ենք, ասում ենք, որ ձեզ խաբում են, ձեզ կներեք արտահայտում մի քիչ կոպիտ է, բայց ասում տենց էինք ասում, հիմա ձեզ կթում են, թեյով կթում են։ Այդ մարդիկ ժամանակին Քոչանին են կթում են։ Հա, կտում եւ կթում են։ Այդ մարդիկ գիշեր ցերեկ աղոթում են, որ ԿՊ-ն վերընտրվի, որովհետեւ դրանով իրենք տուն են պահում ձեր նման հարուստների շահերը պաշտպանելով, իրավաբանություն անելով, ձեր նման հարուստների քաղ տեխնոլոգը լինելով եւ այլն միտինգներով այդ մարդիկ գիշեր ցերեկ որ ասենք իշխանապողություն եղավ դուք եկաք իշխանության այդ մարդիկ ինչ են անելու մենք չունենք այդ կամփող մենք չունենք այդ կամփող որ իրանց ծառայություններից օգտվենք եւ կարիքն է չունենք չնայած բանա չի ասում են որ երկու քննադատություն կա ԿՊ-ի հարցին միաժամանակ ասում են սրանք հանրապետականից ավելի կոռումպացված են երկրորդ վարքյան այդ նույն մարդը կասի որ բան է սովվածները աթոռները պահում են որովհետեւ եթե գնան բանը հիպոթեկներով է փակելու փող չունեն կոռումպացված ենք թե փող չունենք հենց այդ օրինակ էլի այդ կոռումպացված փող չունենքի հետ կապված sense բան եղավ մի հատ հիշողություն ակտիվացավ որ հանրահավաքի ժամանակ համապետության հրապարակում ես տեսա կտորից սովորական կտորից եթե չեմ սխալվում Թալինն էր թե հենց բոլոր այդ տախտակները բոլորը ձեռքով կամ կարված կամ նկարված մասին կարծեմ խոսել ենք որ հա մեր առաջին երբ որ այդ հանրահավաքների ժամանակ դու կտեսնես մարդու ձեռքով սարքած պլակատ դու իմացի որ դու կրած ես որ դու ունես իրական համակերպներ թե չէ բոլորը կարան պաստառներ Զագաստան հետո այդ սիրում սարքեն բերեն տան երեխեքի կամ քաղաքացիների ձեռք ասեն պատտվեք սրանով մայկաներ բաներ բան բայց երբ որ մարդը իր ձեռքով գրում է Թալին Գյումրի Թալինը ցես հետ է Գյումրին ցես հետ է չգիտեմ խաղաղություն կոլոզունգներն ակրում դա արդեն ուրիշ աջակցություն է դա հաղթած ես դու նոյեմբերյանն էր ոնց որ թե քարտեզեր այդ սրտիկներ մի խոսքով էլի դա այն ամենը իդեպ Թագուի Ղազարյանը բաներ հավաքում տենց ինչ են ասում կոլաժ չէ կոլեկցիա հավաքածու էր հավաքում ֆոտոների միջից առանձնացնում էր այդ ինքնաշեն պլակատները ասում էր հա ինձ ուղարկում էր ասում Տիկին Ղազարյան ինձ մի հատ երեխա նվիրել է ասեց դու sei գալիս դե տեխնիկական հատվածում ինքը հանրապետների ժամանակ ֆոտոների միջից տենց որցում էր վիդեոյի միջից ստոպ կադր էր անում չէ ես տանը ունեմ մի հատ տենց պաստար երեխա էր ասես ձյաձյա ես Նիկոլին կտաս ասի դա մի քիչ բարդ process է բայց կպահեմ իմ մոտ հենց հնարություն լինի կտամ եթե չհաջողվի փոխանցել պարոն վարչապետին Տիկին Ղազարյան դա այդ լոտը ձեզ եմ հանձնում ինձ դրա դիմաց ինչ ուզեմ ինչ տաս հա պետք մենք հա պետքա մեր ոդկասթը ընդլայնենք չէ Տիկին Ղազարյանի հետ բայց այս ընտրական process-ը բոլորիս կազմակերպեցինք ոդկասթներ կազմակերպեցինք այո բայց բան էդ էլ կազմակերպեցինք բայց գիտես ինչներ ամեն այդ այտենց խոսացինք չէ պաստառներից այդ դեկորատիվ ցույցերից երեկվա ցույցներ էր մեծ հաշվով դեկորատիվ չեմ տեսել չեմ նայել դե ես երկու կադր եմ տեսել ու ամենաուժեղ կադրն էր որ Իսրայել Հակոբյանը Պուտինի լուսանկարով եւ կապ չունի այդտեղ կլինի Ռուսաստանի նախագահ թե ցանկացած այլ երկրի նախագահ երբ իրանք խոսում են ազգային ինքնությունից որ մենք պետք է մեր փոփոխությունները այնպես անենք որ մի խոսքով մենք հայ մնանք մի խոսքով բոլոր այդ ընտրիր որ հայ մնանք արա ոնց կվում ես թյուրիմացություն նարատիվները որ մի հատ չկրկնեմ այդ ամեն ինչը ասվում է
տպված ԲՀԿ-ի գույներով, բրենդով պլակատի այդ պաստառի տակ, որտեղ գրած է հացադուլ, եւ այդ մարդը խոսում է Ռուսաստանի նախագահի նկարով վերնաշապիկով եւ խոսում է ինչ վատնենք մենք եւ ինչպիսի նաեւ բաններ այսօր այդ ֆոտոն ուղիղ դեմոնստրացնում է այն ամեն ինչ տեղի ունեցել մեր քաղաքական դաշտում էս նախընտրական շրջանում եւ ինչ տեղի ունենալու մեր խորհրդանում ապագայում, որովհետեւ եւ ինչա տեղի երակրուխը տենց իրանք նկարի ինչ որ պահի իշխանություն են, չէ՞, ավելի վատ։ Ինչ որ պահի իրանք իշխանություն են եղել։ Ինչ որ պահի որ 20 քանի տարի իրանք իշխանություն են եղել։ Անկախությունից անմիջապես հետո եւ ոչ ոք չի կարող բանանի, որ Լևոնը դիտկացի մեջ չի եղել։ Այլևս չի կարող ապացուցել։ Լավ, շո։ Մի գնա դաշտ։ Բաններ Իդեպ Ռուսաստան ասեցի, հիշեցի կոնգրեսից այն, արդեն կոնգրեսի իմաստ չունի։ Գիտես չէ՞ տեղը։ Ես լուրջ եմ ասում, սա մեծամտություն կթվա։ Ես ինքս մենակով առաջադրվեմ, եկազականից են ինավակի, թե իրանցից շատ ցեն չհավաքեն, գիտես կտրեմ։ 35 տենց։ Արդեն չգիտեմ, բայց բանը սակայն ինչ Ռուսաստան ասեցի, Ռուսաստանը չի շնորհավորել մեզ ընտրությունների արդյունքների հետ կապված։ Ինչ ենթադրություններ ունես։ Ոչ մի Չիլնի։ Դե ճիշտ ասած չնկատվեց նույնիսկ Ռուսաստանի շնորհավորելը։ Ես այնուհետև մի հատ պահ մոտս բան եղավ, վերեց 2013 թվականին, այն լեգենդար, ինչքան ես ուզում խփեմ այդ 90 բան, այդ բաններ, որ 50 Գյումրիում էր այդ միջադեպը տեղի ունեցել ու բանն է հանրային հերոստատեսությամբ այդ լուրերի են թողարկումն է, որտեղ որ հայտարարվում է, որ 54% ձայն է ստացել, Ռաֆի Հովհաննիսյանը 30 քանիս է ստացել, տենց հիմա շատ ծիծաղալու է, էլի, որ Ռաֆի Հովհաննիսյանը հիմա ընդհանրապես մի խոսքով լավ։ Երևի շատ վատ կհնչի, բայց միակ բանն է, որ Սերժը կեղծել այդ ընտրությունները ու ասում եմ հետ Հայաստանում ասում եմ ինչ լավ է։ Կարող է բարինել դա է։ Այո, արդեն տենց բդքեր առաջանում, բայց ես ինչ եմ ուզում ասեմ, որ հաղորդման ընթացքում ասում է, որ նախնական արդյունքներով 54% ձայն է հավաքել, Սերժ Սարգսյանի շնորհավորել է իր գործընկեր Վլադիմիր Պուտինը։ Նախնական արդյունքներն այն ժամանակ սպասում էին, բայց միշտ էլ բոլոր երկրի ղեկավարները նախնականով 21 թվականին էլ վարչապետին էլ շնորհավորել է բոլորին նախնականով Բայդենը երբ էր բան արեց Տրամպին, նախնականների կեսը բան չէր եղել։ Դե ինչ ասեմ դրանով, եթե իրենց թվում է, որ մեր մոտ ինչ-որ բան է փոխվում։ Դե չէ, բայց դա մեսիջ է, դիվանագիտական մեսիջ է, ու հետաքրքիր է, որ արդեն հիմա պաշտոնական արդյունքները եղան արդեն։ Սպասել են համանդրական տատանի որոշմանը։ Սպասել են առաջին նիստը լինի։ Կարող է մի բան փոխվի։ Ոսկե չգիտեմ։ Այդ հույսով են։ Չգիտեմ ինչ պետք է փոխվի, բայց կարող է մի բան փոխվի։ Բայց նաև այս ամեն ինչի մասին շատ հետաքրքիր երևում էր, որ ընտրությունների ավարտից հետո ու իրանք sense թեժ ընտրական process-ա, չէ, ինչ որ ձայներ են սպասում, պետքա քրիտիկական հետընտրականի մասին լրագրողն անդադ իրանցական լրագրողն անդադ հետընտրական որտեղ իրանք են փող աշխատելու չէ հետընտրական process-ի ժամանակ որ սպասեք հեսա խառն ենք սպասում ենք բակային բան սպասում ենք բակային սպասեցինք չեղավ հիմա ինչ եք անում թռնում են այդ է ուզում ասել որ հələ միջև սպասելը Գագիկ Ծառուկյանը փաստացի ընտրությունից 2-3 օր հետո էր գնում ամենաթեժ փուլում ամենաբայց խնդալու Նարեկ Կարապետյանի թռնելու պատրվակտին ասում է գնում ենք ոնց է բանը ինքը լրագրող է ասենք ես հələ կնայի կասեմ չանդամ հələ ես մանդատ չեմ ստացել պետք է գնամ նկարեմ ասենք դու ենթադրենք Կարմատ Մեդյանը իրոք ուզում է գնալ այդ լարցի հերթ այդ այս 20 օր լարցում ինչ 20 օր մի ամիս լարցում հերթ է ինքը որոշել է որ ընտրությունից հետո պետք է գնան նկարեն բայց ենթադրենք Կարմատ Մեդյանը իրոք ուզում է գնա բայց դու ես գնում հետները Իրանքը բան լարցի հետ այդ գալուց պետքա այդ անցակետի մոտից բան առնել լվացքի փոշի պետքա սաղի երորյա անձնական բանը գործերը մի օրում բռնեց ճոգիր կարող է կանչում են տենց բանի հատուկ մշակման նակավյուր մշակման են կանչում մշակման երագլխին կանչում են մշակելու բայց բաներ էլի այդ շատ որ գոնե տենց մի
այդ բառը չեմ կարող ուրիշ ձև ասեմ, գոնե տենց պալիտ մի եղեք, էլի, ասեք չի Ապա խնդալ։ Հələ Ռոբերտ Քոչյանը նախորդ ամենատենց ոչ խնդալուն իրանն էր, որ ինքը տենց նախորդ այտարում որ ես գնում եմ բան հանգարցի թե բան։ Ու տենց իրան հետ են հաղթանակը մեր ձեռից տանեն։ Հեղափոխություն կլինի ու ինքը թռնում է։ Ինքն է որոշեց բանան, էլի։ Այտենց մի հատ մեմ կա, հիմա ես մեկ-մեկ տենց անիմաստ մեմերի, ասես դուրա, գրած է exit, ուղղակի ելքա, գրած է dramatic exit, ասենց դուրը շքսնելով, որոշեց ինքը նախորդ զգուշացնի, ես գնում եմ, հələ փորձ ու ինքը ավելի քան գիտեմ, որ ինքը տեղյակ էր, որ իրան չեն թողելու ընդհանրաբար։ Դե ինքը բան է։ Որոշեց նախորդ ասի, դե հետո էլ իրանց այդ աշխատակազմի ղեկավարն է թե Եվ չէր կարա այդ փորձը չաներ, ընդեղից ասեն դու ամեն դեպքում փորձի Ինքն ասում լավ դե ֆորսեն բայց տեսեք որ չեն թողնելու հա ու բանը իրանց մամլո խոսնակն է թե Վիկտոր Սողոմոնյան չգիտեմ Միկոյանը Բագրատ Միկոյան հա ադաշը մի խոսքով ինքն է դից մի հատ բաներ գցել բավականին տգեղ բառապաշարով մի հատ տենց անդրադարձել էր ու չեր մոռացել նշել մեր եվրոպացի տերերի մասին ու հետո իրանք Ոնց է ասում էին բան հավասար պետք է նստենք խոսենք եւ Ամերիկայի եւ Եվրոպայի հետ բան այն Սամվել Կարապետյանն էր չէ բոլորի հետ պետք է Ամերիկան լինի աշխավոր Եվրոպան լինի բայց Մակրոնը զասում անգերչան BRICS plus TRIPS BRICS ոչ մի խոսքով տենց շատ ուրախ քեզ 5 տարի է սպասվում բոլորիս կարծում եմ բայց առավել եւս քեզ քանզի դու կլինես մյուս օրենքը ես կարծում եմ որ մենք պետք է հետեւողական լինենք ես չգիտեմ շատ բան եմ տրամադրված ես շատ սուր եմ տրամադրված երևի բայց կարծում եմ մեր թիմը այդ բանի հետևից կգնա դու լավ հիշեցրեցիր որ չնայած հիմա հակակոռուպցիոնի ղեկավարն է նման օրինակ առաջարկությունն արել արտահայտության նախարարությանը, որպեսզի ընտրակաշառք բաժանած ուժերը այլևս չկարողանան հաջորդ խորհրդանական ընտրություններին մասնակցել, հաջորդ ընտրություններին մասնակցել, բայց ես առաջարկում եմ, որ դա ոչ թե միայն այդպես լինի, այլ նաև ոչ միայն խորհրդանական ուժերը, որովհետև օրինակ ուժեղ Հայաստանը կարա հաջորդ ընտրություններում ոչ թե որպես ուժեղ Հայաստան մասնակցի, մեր մոտ ուժեղ Հայաստան կամ ուժեղ Հայաստան, ինչ անուն ասես կարող է տնել, չէ, կերպանակով ուժեղ Հայաստան։ Գնան ոնց որ ասենք ԲՀԿ-ն էր տենց օրենքի բացից օգտվում, բայց որպեսզի դա տեղի չունենա, այդ օրենքի մեջ պետք է նաև գրվի, որ օրինակ ոչ միայն ուժերը, այդ ուժերը, այլ նաև անհատները որոնք հիմնադիրներ են համարվում, այսինքն 300 հոգի է, չէ՞, հիմնադիր անդամներ կարծեմ, որ համաժողովով հաստատվում է։ Այդ համաժողով հաստատված 300 հոգին այլևս չեն կարողանալու, եթե իրանք ընտրակաշառք բաժանած ուժի ներկայացուցիչ չեն, հաջորդ ընտրություններին մասնակցել։ Որպեսզի այնպես չլինի, որ այդ մարդիկ ցվրվեն տարբեր կուսակցությունների մեջ, այդ թազա երագլուխ ստեղծեն, ասենք հիմա էլ ուրիշ տապան կառուցեն, մտնեն այդ տապանի մեջ, այդ տապանով մասնակցեն։ Կամ մի հատ կուսակցություն, տենց մարդ կուսակցություն գտնեն, ոնց որ Վարդանիկը կոմունիստական կուսակցությունը գտավ կամ տենց մի քիչ ուրիշներ կան, այդպես գնան լսվեն ինչ-որ մի հատ մարդ կուսակցության մեջ ու սկսեն մասնակցել ընտրություններին, ստացվում որ մենք օրենքը գրեցինք գրելու համար։ Չէ, ռեալ այդ մարդիկ պետքա չկարողանան, եթե ապացուցվի վերջնական վեճեր լինի, որ իրենք ընտրակաշառք են բաժանել, այդ չեն կարող ոչ միայն ուժերը, այլ նաև անհատները որևէ կերպ մասնակցեն առաջիկա 1 ընտրության օրինակ գոնե հա դե բայց դա մի քիչ անարդար է իհարկե որովհետև ես կարծում եմ որ եթե իրանք հիմա արդեն կան խորհրդարանում դե հիմա կոնե դրա դեմ էլ է պետք դե հիմա հետադարձ բանով չես կարող որևէ բան անես դու դրա տեղը պետք է մտածիր քեզ ոնց մի հատ ասաբնյակ գցեիր հա բայց դրա ինչ իմաստ ես մտածում հա ովա ջան խոսքով դեռ մանդատը չստացած արդեն քանդրբազություններ ես անում բայց ամեն դեպքում ես համաձայն եմ քո ու նաև այս շրջանառվող առաջարկի հետ կապված բայց մի քիչ նաև արդար չի այս ընտրությունների հետ կապված հիմա ստացվում է որ ուրեմն պետք է դիմանանք ասենք դե հա այդ առնահամար մենք պետք է պահենք որովհետև 8 տարի կներես այդ քննադատությունը ես ընդունում եմ որ մենք 8 տարի այդ ճանապարհով չենք գնացել, մտածել ենք, որ ոչ հեղափոխական ճանապարհով հնարավոր է դաշտը մաքրել, որովհետև խաղի կանոններն են նախկինում այդպես եղել, հիմա այլ խաղի կանոններ մարդիկ կընդունեն նոր խաղի կանոններ ու կմտնեն օրինական դաշտ եւ այլն, բայց
դա չեղավ, տեսանք, որ չստացվեց, բայց հիմա պետքա վերջ, թավիշը վերջանա։ Ու պետքա գնանք, ոչ թե թավիշը վերջանում է, ոչ թե մենք պետքա գնանք մարդ բռնենք, դատենք պրոստը, բանզանգովի արդարադատություն իրականացնենք, այլ հենց այդպես մեխանիզմներ պետքա ներդնենք, որ չէ, պլեստալու տարբերակներ չթողնանք, որ չասենք, այ ուժը չի կարա մասնակցի, բայց մուժը կարա մասնակցի։ Դե ոնց որ եղավ ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, որը աշխատում է։ Շատ երկար էր, բայց ինստիտուցիոնալ հիմք տրվեց։ Հիմա մարդիկ դժգոհ են, որ Պաուլա Թալանը պատես, որ ինքը մասնակցել ապօրինի գույքը, ապօրինի ունեցվածքը մեկը դեռ մասնակցում ընտրություններին, ինքը ռեսուրս է, բայց այդ process-ը սկսվել է մի քիչ ուշ, բայց սկսվել է ու բավականին արդյունավետ է, որովհետև արդեն վճիրներ կան ու շատերը արդեն դատական եզրահանգման փուլում են, այնպես որ դա լավ օրենք էր, ես շատ լավ բան ենք ներդրել ու շատ կարևոր է, որ դա նաև վերաբերում է մեզ, որ վաղը չէ մյուս օրը մեր միջից ինչ-որ մեկը ապօրինի հարստանա, այդ օրենքը քո iPhone-ը կվերց։ Հա, այդ չէ, ես չեմ հարստացել, ձև չկա այդ օրենքի ինձ կահասնի։ Հարստանալն է։ Հա, շատ։ Եթե մենք բայց եթե անգամ ես էլ ապօրինի հարստանամ, անգամ վարչապետն էլ ապօրինի հարստանա, այդ օրենքը գալու է մեր հետևից նաև։ Թող գա։ Եթե կարիք լինի, բայց իհարկե ես վստահ եմ, որ Դե հարստացող լինեի 8 տարի կհարստանայինք էլի։ Դե մեն ասում դրել ես ինչի մասն ես Մարդիկ 10 տարի կառավարեցին, այնպես միլիարդներ են հետ գցել, ասում են Չեմա հաշվում ենք։ Հա։ Չեն այդ սամ լավ ասեցի, Սամվել կարապետը միջի հիմա հայտարարիչ չլրացրեց, չէ՞ տենց էլ։ Չգիտեմ։ Դե քանի ինչ ասենք լուրջ հարց էին տալիս նրանք, ասում են հայտարարիչ ինքեր օրենք կոյություն է, պետություն է, քո կալուգան չի։ Ասում էր Վարդևանյանը, իրան հարցարիք։ Վարդևանյանն է մեղավոր, ասենք դա պատասխան է։ Ես իհարկե ներողություն եմ խնդրում Տիգրան Արզականյանից, բայց պարոն Արզականյան, դուք շատ կտրուկ կորցրեցիք ձեր քաղաքական դիրքերը եւ զիջել եք մեմերի գեներացիան, զիջել եք ուժեղ Հայաստանի առաջնորդ գծիկ հաջորդ վարչապետ, հա, մի խոսքով փոփոխության հայրին։ Ես կոպես բաներ չեմ կարողանում մեջ բերել, որովհետև փորձում եմ մնացած բաները սենց գեներացնել, բայց մեր YouTube դիտորդները մեզ հասկացան կարծում եմ, բայց դες ինչն է իմ համար ամենանաև ես վերջես աչքովս ընկել էր, տենց մի այդ ապրելու իմաստը կորցնելու տենդենց կա մի հատ մարդկանց շրջանակում, որ այնպես մի հատ բլոգեր կա, որ բավականին ակտիվ իր մեծ լսարան ունի եւ այլն, էլի։ Հայ։ Հայ Էվելինա, Էվիկը ճանաչում եմ, դա մի հատ բլոգերներից է, որ ճանաչում եմ։ Դե շտապեմ քեզ մի փոքր հիասթափել։ Ես տենց իրան չեմ հետևում հանուն արդարության։ Դենց ժամանակ կարող է այդ Instagram-ի ռիլերում հայտնել մի խոսքով տենց story էր արել, որտեղ որ չգիտեմ ինչից է սկսել, տևս իրան երբեք քաղաքականացվածության մեջ չեմ նկատել ու տենց մի հատ արտահայտություն անում, որ Նիկոլը 8 տարվա թե 5 տարվա մեջ երկու հատ մանկապարտեզ իր մոտ ես ոնց հասկացա ինքը տեսել է այն լուսանկարը, որտեղ Սերժ Սարգսյանը գնում է դպրոց, դա լեգենդար լուսանկար է իհարկե։ Որտեղ իր տեղամասը գալիս է քվեարկելու սովետական վիճակով ու հիմա արդեն պատերը բորբոսած ճակած ու հիմա որտեղ է գնացել քվեարկելու։ Ես ոնց հասկանում եմ այդ լուսանկարն է ինքը տեսել ու դրանից ինչ որ նյարդայնացել է ու տենց մի հատ post էր արել, որ եթե post չէ, story էր արել, որ եթե 2 տարվա մեջ 8 տարվա մեջ չէ 5 տարվա մեջ թե մի խոսքով ինչ որ X ընթացքում երկու հատ մանկապարտեզ է սարքել արդեն ասում եք Նիկոլը Հիսուսա թե սենց ինչ որ մի բան բա մյուս 5 տարվա մեջ որ երկու հատ է սարքի ինչ պետք է ասեք ու տենց ընդհանրապես իմ մոտ տենց տպավորություն ոնց որ edge-ը կոտրել են ուրիշ մարդը որտեվ իր
կոնտենտը լրիվ ուրիշ բանի մեջ էր։ Այդ բանն շատ տարօրինակ է, ես գիտես ինչ եմ նկատել, կներես Սևիկին չի վերաբերվում, որովհետև ես իրան խելացի մարդ եմ համարում ամեն դեպքում, բայց ինքն բլոգերներից է, որ տենց կրթված, խելացի մարդ է, բազայով, բայց ընդհանրապես ու մենակ բլոգերներին չի վերաբերվում։ Ես նկատել եմ, որ բազմաթիվ խելացի մարդիկ, ես որոնց խելացի եմ համարել, ունեն ընդամենը մտածելու մի շերտ, մի ուղեղի մի ծալք, շատ կներեք, լուրջ եմ ասում։ Ու այդ մարդիկ որևէ ինֆորմացիա վերլուծելու ունակություն չունեն։ Բացի տրաֆարետային վերնագրային բաներից մի քայլ առաջ չեն գնում, չեն ուսումնասիրում, բայց իրենց հեղինակավոր կարծիքը անընդհատ չի կարելի վերնագրերի մակարդակով անընդհատ կարծիք հայտնել։ Ասենք ինչքան կարելի էլի։ Հետո մեկը տենում ես մեր գյուղի ժողովուրդը, փոքր քաղաքների ժողովուրդը, սովորական երևանցի մարդիկ, որոնք կարծիքի բաներ չեն, opinion maker-ներ էլի, կարծիք ձևավորողներ չեն, ու տեսնում ես այդ մարդկանց քննադատական մտածելակերպը, ու մենք այս մասին ենք խոսացել, որ շատ նարատիվներ, որոնք վերևից այլ երկրներից գալիս են Հայաստան, ջարդվում են ոչ թե իշխանությունների կողմից, այլ սովորական քաղաքացիների կողմից, որ կարող է լրագրողը մի հատ մոտենա, ասի, այսպեսի բանն ասում, ինչ կասեք, մենք ասի, բա որ տենցա փախի սենց չի, սենց մի հատ ջարդի այդ նարատիվը հետ ուղարկի։ Ու դա անում են մեր սովորական քաղաքացիները, բայց այդ opinion maker կոչված այդ կարծիք ձևավորողները, բլոգերները, լրագրողները, էլ ինչ տենց մարդիկ կան, որոնք էս պետքա լինեն մեր մտավորականները, որ պետքա լինեն այդ կարծիք թելադրողները, քննադատական մտածելակերպ ունեցող մարդիկ, այդ մարդիկ բացի վերնագրային տրաֆարետային հիմարություններից ու 5 տարի նույն ցնդաբանությունների տարածած քվեարկիր որ հայ մնաս, ոչ թրքած ման, այտենց տրաֆարետային լոզունգներ հիմարություններից բացի ուրիշ բան չեն կարողանում գեներացնել։ Ես էլ Էվիկի մոտ գիտես ինչն եմ տեսել, ուղղակի կենտրոնանանք իր վրա, պրոստը ես որ մենակ իրան եմ հետևում բլոգերներից, մեկը երևի Հայ Դալեկին։ Մեկը երևի Հայկ Մկրտչյանին չեմ հետևում, բայց շուշուտ գալիս է ուղղակի։ Դե ընտրությունների օրը այնքան ինքը բան post-ը չէր։ Դրա համար գալիս է ինձ մոտ։ Ալգորիթմը որ բռներ դու քաղաքականացված ես։ Հա։ Տեսել էի որ այս Անայիս Սարդարյան, Անայիսին մի հատ բան են քարտեզ են նվիրել, մեծ հայկի քարտեզն է, մեջը Հայաստանն է Արցախով ու Հայաստանի երագույնով է, նարկված այդ Հայաստանի ու Ղարաբաղի պահը։ Մեծ հայկով, մեծ հայկը մեր քարտեզը ու Էվիկը տենց սմայլիկով տարածեց։ Հա ինչ։ Այդ դու հայրեն ասես տարակ, որ մեր հայկը համարեցիք բան, վայ, մեծ հայկ, մեր հայրենիք, բան։ Ինչ։ Դուք հայրեն ասեք, մենք հայրեն ասենք, չի։ Այդքան պարզունակ մի շերտանի արանք ոնց կարելի է այդքան պրիմիտիվ լինել։ Մեկը ամենաշատը հիասթափվում ջղային անում եմ այն մասայից, որոնք առավոտի տենց լիքը ես ծանոթներ ունեմ։ Լիքը չէ, բայց ունեմ ծանոթներ, որոնք առավոտից իրիկուն Եվրոպաներում են, օգտվում են ազատ աշխարհի բոլոր բարիքներից, երևի տավակեսը ստեղ չեն, մի խոսքով սպասում են Հայաստանի ազատականացնելու իր բանը, չէ, ու մեզ տանում են կողում են շատ կներեք բան VPN-ի տակ, այո։ Ու ես ինձ կուզեի, որ այդ մարդիկ ապրեն իրենց ընտրած Հայաստանում, բայց մենք չապրենք իրենց, մենք ապրենք մեր ընտրած Հայաստանում, ունգեր ոնց կարաս ասենք այդքան իբր տենց առաջադեմ լինես, սաղորը Եվրոպաներում թրև գաս, բայց ցանկանաս, բայց գնաս բան Նիժնի Տաբր։ Հա, Նիժնի Տաբր մեզ բան անես անընդհատ, գովաբանես, քարոզես, մղես, մեզ է մեղադրեց, որ մենք Նիժնի Տաբրի դեմ ենք պայքարում օրինակ։ Ասենք դա ո՞նց է ու այդ մարդիկ իրենց համարում են առաջադեմ խելացի, ասենք այդ խելքում է պետք որ դու կրթությունը խելք չի ապելացնում է, դու կարող ես լավ մասնագետ լինեք ձեր ոլորտում, բայց չի նշանակում որ դու գլոբալ առումով խելացի մարդ եք, որ դու ասենք տարական པարզ բաներ են հասկացանք, ընդ որում կային այնտեղ ուժեր, փոքր ուժեր էին, որ խոսում էին պրոեվրոպական ուղղվածությամբ, խոսում էին ազատ աշխարհի, լիբերալ, եթե այդ ուժերին օրինակ խաղաղության մասին խոսող ուժեր կա, որ այդ ուժերին հավանություն տան, որոնք կային այնտեղ ուժեր, որոնց ես խիստ բան եմ, դեմ եմ էլի, բայց այդ մարդկանց հետ օրինակ չգիտեմ Հայկ Մարությանի մասին խոսային, Գուրգեն Սիմոնյանի մասին խոսում, որոնց ես տոտալ դեմ եմ իրանց գաղափարների, իրանց ընդհանրապես քաղաքական կերպարին դեմ եմ, բայց եթե նույնիսկ իրանց մասին խոսես, կասես, օքեյ, մարդկանց բան, բայց ասենք դու ո՞նց կարաս ասենք
Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի, ԲՀԿ-ի տորը որ Արման Թաթոյանին է խապվեին էլի կա հասկանայի, բայց որ հա հնարավոր է խապվել, դից ինքը իբր իրան բանապահում, բայց ոչ կարելի է սա Եվրոպաներում ներողություն արտահայտության համար թրև գալու, բայց ուզել Հայաստանի ժողովրդին կողել, ինչա դուք բան ունեք, չէ՞ թե մուլտիվիզա ունեք, ու կարաք մեզ կողեք միջնի տապեր, հա։ Դե մուլտիվիզան մեր վերջնալու է, հետո գալու։ Իրանք էլի կհանեն, իրանք այդ շանսը ունեն, բայց լիքը մարդ չունի, բայց կուզի ազատ գնալ Եվրոպա գալ, տեսնել աշխարհ, տեսնել, կտրվել VPN-ով, այլ շատ լավ կներ, որ այդ ձեր պլյաժային լուսանկարներն ու եվրոպական այդ ռեստորանчикներից արված ֆոտոներն ու վիդեոները մենակ VPN-ով կարողանաք բան անել, վերբերնել բան Instagram, բայց մի երկու տարի հետո է որ իմանանք որ web VPN կա, մի հատ կան հետևներից է դες VPN-ս օգտագործում, ու դա դադվի մի հատ։ Դե կգնան Վիծեբսկ, Մինսկ, բա չեն գնա հենց էտա, բայց մեզ մղում են։ Նույն այդ Եվրոպայի հայեր կան, չէ՞, շատերը որ Եվրոպայում ազատ աշխարհից են օգտվում, բայց մենք ասում ենք բանը։ Դուք եք հապկից դուրս գալիս, ինչ եք անում, մեր դարավոր բարեկամ Ռուսաստանը բան։ Վանո Սիրադեղյանն էր, մի հատ տենց ելույթ ունի 90-ականներին թե Լևոն Տեր-Պետրոսյանն է, որ Հայաստանի ու ամենախնդալուն կներես, ամենաբանը որ սովորական 56 տարեկանից բարձր մարդիկ են ամենաշատը կողմ Եվրամիության անդամակցելուն։ Հա, բայց դա Որ պիտի հակառակը լիներ։ Ասեք ճոգմս որ մեր միջինից բարձր սերունդն է, այս բիեկիրը պահում, որ չենք գնում դառնանք բան, իզգոյ։ Ինչ էի ասում Վանոյի պահով։ Բայց մի հատ ելույթ ունի, որ ասում է, որ Հայաստանի Հանրապետության ճակատագիրը չպետք է որոշեն Միլանում, թե Մարսելում, ասենց ինչ-որ մի հատ բան ունի։ Ու միջև հիմա այդ ակտուալ 30 տարերից ավել հաստատ մենք օրենքի մեխանիզմներ մշակենք որ տենց չլինի իրոք Հայաստանում ապրողներինն է ու Հայաստանի քաղաքացի ապրողներին է գնացել են երեք քաղաքացի են տարել Հայաստանի պասպորտը իրանց համար բան է այնց զապաս կալոս է այն որ հանկարծ մի բան լինի Ռուսաստանում կամ Ֆրանսիայում կամ որտեղ լինի իրանք այնց բան Հայաստանով օգտագործեն եթե չէ զատո հա էլի չէ դե հիմա Հա ես ում դեմ չեմ երկրաքաղաքացիությանը որոշ իմաստներով կարելի է քննարկել դենց բան չունեմ վերջնական համոզմունք չունեմ բայց հարց չկա թող երկրաքաղաքացի լինեն բայց ընտրելու իրավունք ունենան եթե ապրում են Հայաստանում ինձ գիտես ինչն է ամենաշատը բխրեցնում որ հիմա դες վերջի շրջանում նոր ռուս ռելոկանտներ են հայտնվել ովքեր որ եկել են շատ TikTok-ը լիա որ իրանք նոր են, այսինքն ոչ թե պատճառը 22 թվականին չեն եկել 22 թվականին չէ, բայց պատճառը VPN-ն է։ Պատճառը VPN-ի օգտվելով բանդում հայտնվելու ռիսկն է։ Պատճառը այնտեղ բիզնես անել չկարողանալն է։ Դրանից է, պատճառը նաև այն է, որ Հայաստանի Հանրապետությունը հրաշք տեղ է։ Դե այլընտրանք են ընտրել են Հայաստանը, որովհետև ամենալավ այլընտրանքն է։ Հա, բայց ամենախաղաղ այլընտրանքն կա Վրաստան, կա Վրաստանը շատ կասկածելի է։ Սերբիա են գնում մի խոսքով էլի բոլոր տեղերն է կան, բայց Հայաստանը, բայց այդ չի ինձ ամենաշատը տխրեցնում, որ այդ կոնտենտը նայում ես, ասենք ոչ մի վատ բան այդ մարդիկ չեն ասում, չգիտեմ լուսանկարում են Երևանի երեկոները, որ հանգիստ է գիշերվա ժամը 3-ն է քայլում ենք, ոչինչ չկա։ Նիկոլական քարոզ է կանում, չէ՞։ Ասում են լավ, բան, չգիտեմ, ջերմուկ են խմում, այսինքն ինչ որ ցուցադրաբար ջերմուկ են։ Մեր Ռուսաստանի դեմից կուրս գալիս արա։ Ես մտնում եմ կոմենտները, ասում հիվանդ եք դուք, ես չեմ հասկանում։ Ասենք այս մարդը եկել է քո երկիր, ասում է ինչ խախանդ է քո երկիրը, ինչ ոստիկանին է նկարում, մի հատ Ռուսաստաննա բնակ հայ աղջիկ էր, որ երևի Ռուսաստանի քաղաքացի է կամ չգիտեմ, ամեն դեպքում հայերեն լավ չէր խոսում։ Եկել է ոստիկանին նկարում, ոստիկանը ասում է ինչ կներեք, ինչ եք անում, ասպես էս ինչ սիրուն եք դուք, բան, էլի, ասում է ձեր համազգեստը, ձեր մեքենան, ասես ինչ բան, ես ասես չէի պատկերացնում։ Վախ չեն ապրում, ես նկատեմ, որ ասում են, բան մենք այստեղ հասկացան, որ ոստիկանը վախենալու համար չի։ Ինքը քեզ կօգնի։ Ու այդ ամեն ինչի կոմենտները, հələ ես չեմ ասում են հազարավոր ուկրաինացի եւ ռուս զբոսաշրջիկները, ռելոկանտները, որ եկել են վարչապետի հետ նկարվել են, ու տենց ինչ-որ բան է, ты сидишь в кафе, рядом с тобой բան, պրեմիեր-մինիստր, ասենք իրանց համար դա պատկերացնում, մենք պատկերացնում ենք դա իրանց համար ինչ տիպի աժիոտաժ է, ինչ sense կար ասում էին բանը, что будешь делать в Армении, բան, yani կամ բան, շանս встретить премьер-министра, шанс встретить премьера բան
небольшой, но не равен нулю. В общем, это արդեն օտարալեզու trend էր դարել վարչապետի հետ նկարվելը, վարչապետի ինչ որ տեղ նկարելը եւ այլն, ու իրանց համար դա մի հատ մեծ իրադարձություն է։ Մեկը հայերի հեյթը։ Այս ինչ է գաբը։ Բայց ու причем բան ռուսերեն սարսափ, ոչ հայերեն են կամ գրեն նորմալ, ոչ ռուսերեն են նորմալ կարողանում գրել։ Այդ օրին դες գրասենյակում էի Խավարզ Արշավի օրին կործանում ու մի օր նստածենք մարդուկին ռուսեկան, բայց գիտես որն արդեն ընտրության օրն էր կամ նախորդ օրը լրության օրը բա 3 քարտեզից չեն կարողացել վերցնել ճիշտն ասած հրապարակում կարանք այդ քարտեզներից վերցնենք կարծեմ ընտրության օրն էր հասում հա կա արդեն մեր մոտ էլ կա հեսա կտամ ու գնում եմ որ իմ մոտից բերեցի մարդու կնոջ տվեցի ամուսիններին ու ասենց իրանք կիսա հայերեն են խոսում կիսա ռուսերեն հայերեն են սովորել հայերեն խոսում են բայց վատ ու բանը ասում եմ մենք գնում ենք ընտրելու ասում հա ասում լավ կներ որ ընտրեիք բայց նո չէ մենք քաղաքացիք ու հանում են ցույց տալիս իրենց անձնագրերը Հայաստանի որ արդեն Հայաստանի քաղաքացի են ու ասում հա շատ լավ բան ասում բանը ձեզ ենք ընտրելու բան ասում հա շատ շնորհակալություն եւ այլն ասում սա это наш первый выбор ասում как первый ասում հա բանը մենք առաջին անգամ ենք իրական настоящий выбор իրական ընտրության մասնակցում ասում հասկացա ասում եւ ասում առաջին անգամ որ բյուլետենի մեջ Պուտին չկա հետո ասեիք կար հետո ամուսին ասում եմ դե ամուսին ասում չէ мы знаем что есть բառացիք ասում их не один Путин там ասում ճիշտ գիտեք ասում мы все знаем Էջից 4 Պուտին мы все знаем ասում գնում ասում մենք ձեզ ենք ընտրել ու դա են ֆոնին երբ որ ստեղի ապրող ռուս Հայաստանի քաղաքացիները նրանք պետք է մասնակցեն պետք է իրավունք ունեն որովհետև իրենք ստեղ են ապրում ստեղ քաղաքացիություն են վերցրել արդեն իրենք ստեղ են կառուցում իրենց ապական ստեղ են տունը արդեն արել ինչ որ պայմաններ են պետք չէ քաղաքացի դառնալու համար ստեղ են աշխատում իրենց կյանքը ստեղ են արդեն կառուցում ու այդ ֆոնին մեկը տեսնում ես որ ռուսներն եկին ասում են վայ այստեղ վերջապես մեկ եկել ենք իրական ընտրությունների առաջի անգամ մասնակցելուց էս պետք է ընտրենք բան ու մեկը տենում ես մեկը շանտն ես միացնում մի հատ մարդ ասում է բան է եկել եմ Սամոյին ընդրեմ ժամը 7-ին թռնեմ ոչ թե խառնվի շատ պետք է սա թե երեխեք հանգարց խառնակ բանի մեջ դա բայց իսկի չնայած մենք խոսում ենք որ չի խառնվի որովհետև կարա խառնվի իրավիճակը միայն այն ժամանակ երբ որ ընդդիմությունը ունի ռեալ աջակցություն ողջ հասարակության կողմից կամ հասարակության մեծամասնության կողմից այո իսկ դա հնարավոր միայն այն ժամանակ որ ողջ կամ հասարակության մեծամասնությունը կասկածում ակոնե որ իր ցայնը կեղծվել է իր ցայնը տեղ չի ասել եւ ընտրությունները կեղծվում են իսկ այդպիսի կասկած Հայաստանի քաղաքացիների մեծամասնությունը չունի ով չի հավատում կարա դուզ գա քայլի մի քիչ փողոցում ինչ եղավ ընտրությունների հաջորդ օրը ոնց որ բոլոր նորմալ զարգացած երկրներում մարդիկ առավոտ զարթան գնացին գործի իսկ ինչ է լինում այն ժամանակ երբ որ ընտրությունները իրոք կեղծվում էին մարդիկ գիշերը լցվում էին հրապարակներ ամենակիչը կհեյ դիմաց ցույցեր լիդերները գալիս էին հրապարակ մարդկանց կանչում էին ոչ թե թռնում էին օդանավակայաններով կամ ցամաքային սահմաններով ես հիշում եմ բանի ժամանակ 2015-ի համադրակ դե 17-ին մի քիչ ուրիշ իրավիճակ էր բայց 15-ին էր չէ բանը համադրական փոփոխությունների արարքվեն արդեն բոլոր ոչի տենց ներկայացուցիչները բոլորով հավաքվեցին բանի դիմաց ԿՀ-ի դիմաց ցույց էին անում գիշեր դեկտեմբեր ամիսներ ցուրտ ու հա տենց քիչ մարդ կապ չունի ցուրտ չոք լցվում էին փողոցներ մարդիկ պահանջում էին իրենց իրավունքները բայց հիմա ասենք իրենց թիմակիցներով գնացել միտինգ էին անում կայի դեմած մի 1000 հոգով այդքան բան դե իսկ լիդերները արդեն ճողոպրում էին այդ քո ասած բանի նաև բան ենք ավելացնեմ ստենդափ արտիստ Արտյոմ Քալանթարյանին որ ասեց գիտես ինքը տեսած կլես մի հատ վիդեո կա որ վարչապետի նմանակումն է անում ռուսերենով Վլադիմիր ինքն է տենց վիդեո էր գցել որ ասում էր որ ես կյանքումս առաջին անգամ գնում եմ ընտրության ու ինձ ընտրության է գնաց ուղարկել Վլադիմիր Պուտինը այն միտքը որ եթե ես հիմա չգնամ ու չընտրեմ Փաշինյանին կլինի ինչ որ ինձ ստիպել են անել Ռուսաստանում նենց որ ապրեք Վլադիմիր Վլադիմիրովիչ դուք շատ ուժեղ ստրատեգ եք ինձ ստիպեցիք գնալ Հայաստանում ընտրության եւ ձեզ դեմ քվեարկել ու տենց այդ ամեն ինչի գեներացիան իհարկե շատ բանի մասին է խոսում բայց Պուտինին դեմ քվեարկելով եզրափակենք մեր այսօրվա եթերը շատ
շատ կտրուկ է, ինչ խոսք ավարտակ։ Կարանք ասենք, որ ում է օրինակ երկրպագելու ֆուտբոլի այս առաջնությանը, որ արդեն մեկնարկել է։ Տես այնքան են քաղաքականացվել։ Արգենտինա եւ Իսպանիա։ Հայո։ Արգենտինային հայտնի պատճառները, որովհետեւ ես դեռ չեմ հագեցել Մեսսիի համար իր զալատոյի միջով։ Վերջին պարն ես ուզում տեսնել։ Այո, եթե ինքը մասնակցում։ Ադվոսկի գնդակի խաթր ես ուզում։ Ես պրոստը Արգենտինայի չեմպիոնության, հա։ Չէ, զալատոյի միաճ ասեցի, աշխարհի կավաթի պահով է ասում։ Կարելի է ռուսերեն պատասխանել։ Չէ, աշխարհի կավաթի մասով, ասում եմ, որ ինքը նորից մի հատ էլ ստանա։ 4-րդը արդեն դա հավասարվի Իտալիայի։ Ես Մեսսին, Արգենտինան նկատի։ Չէ, ես Մեսսի համար։ Հստակ Արգենտինան Մեսսիով է պայմանավորված։ Այո։ Իսպանիան էլ Լամին Յամալը։ Չէ, Իսպանիան արդեն ինձ ֆուտբոլ թիմը, ինձ ֆուտբոլա խաղաղոճը։ Ով ռեալի ոչ մի ֆուտբոլիստ չկա։ Միշտ Իսպանիային երկպագել եմ անկախ նրանից, որ եղել է թե չի եղել, այն ժամանակ որ Ռամոսը խոսքի իմ համար այն պայրից այսինքն որ գնում է ռեալ այդ ֆորմով էր հակում մարդու լրիվ ուրիշ պերսոնաժ։ Հա, դենց որ Իսպանիան դենց բազային բան է իմ համար, իսկ Արգենտինան պայմանավորված Մեսսիով։ Դե ես իմը Իդեպ այսօր Իսպանիան խաղ ունի, այսօր ժամը 8-ին։ Հա։ Չեմ հասցնում հետևել օրացույցին, ես հələ որ սպասում եմ, դե ես ինչքան էլ դե ոնց քո համար Մեսսին է, տենց իմ համար Լուկա Մոդրիչն է, մի քիչ իհարկե տարբերությունը մեծ է Խորվաթիայի ու Արգենտինայի, բայց ամեն դեպքում տեսել ենք վերջ երկու առաջնությունները, որ Խորվաթիան կարա։ Այո, Մոդրիչը կա, բայց հավաքական է։ Մոդրիչը կա, հələ մի հատ է։ Մոդրիչին ես եմ շատ։ Առաջինից մինչև 90-րդ րոպե մեծամասամբ Միլանում գոնե խաղում էր այս վերջին մի տարին, տեսնենք հիմա ոնց կլինի։ Մոդրիչը այն ֆուտբոլիստներից է Ռեալի, որը իմ համար անքննադատելի է, անձեռնմխելի է։ Հարգեցի։ Դե շատ կուզեի որ ինքը Պարսայից լիներ օրինակ։ Դե ինչ որ մի պահ շանս եղել է, հա։ Եթե գիտես։ Դե բայց ես իհարկե չեմ ուզում թույլ կողմի մասին խոսալ, բայց ես 2006 թվականից Իտալիայի հավաքականի երկրպագու եմ, բայց այս վերջին 10 տարին մոռացել եմ դրա մասին։ Այսօր այս տխուր նոտայով ավարտենք մեր թմերին հաջողություն, մեր հիմնական թիմը արդեն հաջողություն գրավեց։ Մաղթենք այդ նույն հաջողությունը նաև մեր ֆուտբոլային։ Իսպանիա հրված կա ինքնից։ Իհարկե այստեղ հա, էս էլ մի հատ ասեմ, որ սա ուղղակի Լեհաստան է գնացի անցած տարի առել եմ իմ եվրոպացի տերերը սա ինձ չեն նվիրել, ասեմ էլի թող մարդիկ իմանան։ Դե ինչ կհանդիպենք, այսօր բաժանորդագրվեք մեր ալիքին, անպայման կոմենտներ գրեք, մենք կնայենք, կպատասխանենք եւ տարածեք այս տեսանյութը։ Մինչ նոր հանդիպումներ։ Եվ բաժանորդագրվեք Civic AM-ի բոլոր հարթակներին, YouTube-ում, Facebook-ում, TikTok-ում եւ Instagram-ում։ Հաջողություն։